Ինչ սիրելի բարեկամներ, մենք կրկին ստուդիայում ենք, եթե հարցեր ծագեն կարող եք զանգել մեզ 395 2998 67 մեր համարն է, զանգարեք ստուդիա, իսկ մենք փորձենք խոսել հեմոստազի համակարգի տիպային խանգարումների մասին։ Ուրեմն, եթե նորման դա այդ ոսկե միջինն է, դրանից շեղումը աջ-ցախ կտա գերտրոմբագոյացում եւ թերտրոմբագոյացում։ Գերտրոմբագոյացումը կդրսևորվի տրոմբոզներով եւ թերտրոմբագոյացումը արյունահոսությամբ կամ հեմորրագիաներով։ Հիմա գնանք դեպի դրանց դետալավորված մեխանիզմները։ Գերտրոմբագոյացման պատճառներին մենք անդրադարձել ենք միկրոցիրկուլյացիայի խանգարումները ուսումնասիրելուց եւ ձեզ հայտնի Վիրխովի եռյակը հենց նկարագրում է գերտրոմբագոյացման պատճառները։ Այս սխեմայում անդրադարձ չկա այդ եռյակի մի բաղադրիչին, այսինքն հոսքի խանգարում, որովհետև դրա մասին մենք խոսել ենք եւ ստազը եւ տուրբուլենտ հոսքը, որ նպաստում են տրոմբագոյացման, այստեղ անդրադարձ կա անոթի պատի վնասմանը եւ հիպերկոագուլյացիային, այսինքն եթե ակտիվ են մակարդիչները կամ տրոմբոցիտները։ Գնանք առաջ, տեսնենք, երբ դա ինչպես կլինի։ Տրոմբոցիտոզները կարող են լինել բացարձակ եւ հարաբերական։ Այստեղ դուք սխեմայում կնայեք, այստեղ մի հետաքրքիր հարց ձեզ տանք մտածելու համար։ Տրոմբոպոետինը ինչպես է պահում հետադարձ կապը տրոմբոցիտների քանակի հետ։ Ինչպես է օրգանիզմը հասկանում, որ տրոմբոցիտների քանակը քիչ է, եկեք արտադրենք ավելի շատ տրոմբոպոետին եւ ունենանք ավելի շատ տրոմբոցիտ։ Հրաշալի հարց է, որի տրամաբանությունը եւ գեղեցկությունը միգուցե այլ ավելի հասկանալի կդառնա, երբ որ էրիթրոպոետինի շատերին արդեն ծանոթ մեխանիզմի հետ համեմատություն կատարվի եւ ավելի ընդհանուր ձևով ուղղակի նշենք, որ տրոմբոցիտոզները, ինչպես եւ էրիթրոցիտոզներն ու լեյկոցիտոզները նույն սկզբունքով կարող են դասակարգվել բացարձակ եւ հարաբերականի եւ հիմնականում իհարկե շեշտավորումը այստեղ ուզում ենք բացարձակի ուղղությամբ անել, իսկ հարաբերականը բոլոր դեպքերում նույնն է լինելու կամ վերաբաշխում կամ արյան խտացում։ Գնանք առաջ նաեւ այստեղ։ Մյուս սլայդը անդրադարձ է կատարում այդ Վիրխովի եռյակի մյուս բաղադրիչին, այսինքն անոթի պատի կամ սրտի պատի վնասում, այստեղ նշված են էկզոգեն եւ էնդոգեն գործոններ, որոնք կարող են վնասել անոթի եւ սրտի պատը, եւ ասենք, որ ձեր տեքստային նյութում, որը նույնպես կտրամադրվի, դուք կարող եք ավելի մանրամասն կարդալ եւ տեսնել, որ սա հենց էնդոթելային դիսֆունկցիան է, որին մենք բազմիցս դեռ կանդրադառնանք սիրտանոթային հիվանդությունները ուսումնասիրելուց։ Եվ այս բոլորն են շատ կարևոր գործոններ են այստեղ բերվածները եւ շատ ու շատ արժի, որ մենք այս բոլոր գործոնների մասին պատկերացնենք որպես հնարավոր տրոմբոզի պատճառ։ Նորից նույն թեմայով է սլայդը։ Եվ այդ նշված էնդոթելային դիսֆունկցիայի առնչությամբ կտեսնենք դեռ բազմիցս այս շարքը ցիտոկինները կարևոր իրենց դերակատարումով, որոնք էնդոթելի վնասման միջոցով կարող են նպաստել նշյալ ուղիների ակտիվացման։ Եվ այնինչ միշտ դուք կտեսնեք կրկնվող, երբ էնդոթելի վրա ազդում են այդ վերը նշված գործոնները, էնդոթելը դադարում էր արտադրել հակատրոմբոտիկ հակաագրեգանտ նյութեր եւ սկսում էր անել ճիշտ հակառակը արտադրելով պրոկոագուլանտներ եւ պրոագրեգանտներ, որը ի վերջո ավարտվում է տրոմբագոյացմամբ։ Ինչ որ իմաստով երևի թե այդտեղ կարելի է հետեւաբար մտածել, որ քանի դեռ ամենը նորմալ է եւ էնդոթելը առողջ է, ինքը փորձում է նպաստել հնարավորինս կարճ, սահուն եւ լավ հոսքին արյան, իսկ վնասման դեպքում անկախ նրանից թե ռեալ արյունահոսության վտանգ կա թե չէ, ինքը նույն ձևով խաբված նպաստում է տրոմբի գոյացման եւ երբեմն դա շատ լուրջ բացասական դերակատարում է ունենում մեր անպատասխանատու ծնվող օրգանի համար։ Եվ անպայման չի, որ էնդոթելը մեխանիկորեն վնասված լինի, այստեղ վնասում բառը կարող ենք ավելի ընդհանուր նայել
նաև նրա այդ ակտիվ վիճակը նույնպես համարում ենք վնասում։ Դե ինչ ուսանք մեր խոսելուն զուգահեռ ուշադրություն դարձրեցիք առանձին ուրեմն այս արհեստներում բոքսերում բերված գործողներին, շարժվենք առաջ։ Եվ այստեղ անդրադարձ է արվում կոագուլյացիոն հեմոստազի այն դիսբալանսներին, որոնք կբերեն գերտրոմբագոյացման, դա հեշտ է կռահել եւ հասկանալ, պետք է պրոկոագուլյանտները շատանան կամ ակտիվանան եւ կամ ճիշտ հակառակը հակակոագուլյանտները քանակապես կամ որակապես նվազեն եւ նույնը ֆիբրինոլիտիկները քչանան կամ դառնան քիչ ակտիվ։ Միանգամայն տրավմանական հիմնարար սլայդ է։ Եվ այստեղ այդ պրոմակարդիչների ակտիվացման օրինակ է լեյդենյան մուտացիան, որը իր անունը ստացել է համապատասխան նկարում բերված քաղաքի անունից, իր հայտնաբերման վայրից։ Հետաքրքիր է, որ այստեղ կա ընդամենը մեկ ամինաթթվի փոփոխություն 506 դիրքում, եւ դա բերում է նրան, որ 5-րդ գործոնը այլևս չի ինակտիվանում պրոտեին C-ի կողմից։ Այնպես որ լեյդենյան մուտացիայի մյուս անունը դա պրոտեին C-ի հանդեպ ռեզիստենտություն է, այդպես կարելի է անվանել։ Պաթոգենետիկորեն շատ ճիշտ, բայց եւ այնպես իրականում առավել հայտնի է այս հիվանդության անունը, հենց դեռ էլ ասում են Becker by Leiden, դրա տակ նկատի ունենալով, որ 5-րդ գործոնը այդ նկարագրված մուտացիայի արդյունք էր։ Եվ այստեղ նկատի ունենալով նաև, որ մեր ուսանողների շրջանում ևս կավ այդ սերիալը տարածված է մին, անառանց որ մեծիկ ուսումնքով ազդում են, իհարկե միամիտ է թվում արդեն այս բաներ ուսումնասիրելուց հետո, հենց առաջի թե երկրորդ սերիալում այդ ֆիլմի մի երիտասարդ գալիս է հուզված եւ ասում, որ այդ մատից չափ ասում է թրոմբ եմ հայտնաբերել թոքերի զարկերակներում եւ թե ինչից կլինի եւ նրանց այն գլխավոր էքսպերտը լուրջ ու տենց արկածախնդիր դեմքով ասում է լեյդենյան մուտացիան ստուգել ես, ասել 100 տարվա ճիշտ է ջահելա, բայց շատ խելոք տղա է ու խխխում բայց իվար ոնց էի մոռացել։ Այն իստեղ հստակ ամրագրված է, որ ուշադրություն դարձրեք, ամենից հաճախ հանդիպող ժառանգական պատճառը սա է, առաջի երթին սա պետք է մարդը հաշվի առներ եւ իրոք ինքը բավական տարածվածն է եւ չի նշանակում ընկերներ, որ անպայման մարդը կիմանար այդ իր մուտացիայի մասին, ինքը շատ երկար կարող է իսկապես չիմանա, որ ինքը այդ խնդիրը ունի, պետք չի ակնկալել, որ ինձ բնածին կամ չգիտեմ 1-2-3 տարեկանում նրա մոտ հազարավոր թրոմներ ունենալու, ոչ ինքը սպասելու է իր պահին։ Հետևաբար պետք է նրան հնարավոր պատճառների, թրոմբոզների պատճառների բացահայտման ժամանակ առաջինների հերթում ունի շփման առումով։ Այո։ Դե ինչ շնորհակալություն Լեյդեն քաղաքին մեզ այս ինֆորմացիան տալու համար, մոտ 20 տարի ինչ սա գիտենք, գնանք առաջ եւ այդ խոստացված շարքը այստեղ ներկայացվում է խորանիստ երակների տրոմբոզի իդիոպաթիկ դեպքերի վերլուծությունը, այսինքն իդիոպաթիկ, այսինքն չի ճշտվում որևէ մի հրահրող գործոն, դրա համար կասկած է գնում ժառանգական գործոնի վրա։ Առաջի տեղը լեյդենյան մուտացիան է տալիս, երկրորդ հոծ բազմությունը չճշտված պատճառներն են եւ մի շարք այլ մուտացիաներ, օրինակ պրոտրոմբինի գենի մուտացիա, որի արդյունքում պրոտրոմբինի քանակը արամեջ շատ մեծանում է եւ մյուս դեֆեկտների մասին նույնպես կա եւ հեշտ է կռահել ինչու անտիտրոմբինի դեֆեկտը կբերի գերմակարդման եւ այլն։ Եվ այստեղ նույնպես կարևոր ինֆորմացիա, որ օրալ կոնտրացեպտիվների օգտագործումը լեյդենյան մուտացիայի դեպքում մի քանի անգամ մեծացնում է տրոմբոզների ռիսկը։ Ասեմ, որ լեյդենյան մուտացիան Հայաստանում գենետիկայի կենտրոնում ստուգվում է եւ երևի իմաստ ունի թեկուզ այս օրալ կոնտրացեպտիվներ նշանակելուց առաջ մարդուն ստուգել եւ չվտանգել նրա կյանքը։ Մանավանդ որ այդ բերածս օրինակը ինչքան էլ նրան անդրադառնում են, խոսքը բավական երիտասարդ մի կնոջ աղջկա մասին էր, որի մոտ ակնկալել հայտնաբերել այդպիսի բան թոքերում, պարզ է, որ այդ երիտասարդին շատ տհաճ էր։ Եվ իդեպ ես ասեցի թոքերում, բայց վստահ եմ մեր ունկնդիրները խորանիստ երակային թրոմբոզից դեպի թոքերում այդ թրոմբոզի երևույթը արանքը դրեցին էմբոլիա բառը, այսինքն այդ մասը մենք վստահ ենք, որ քանի որ առանց լիկվիդների արդեն մեզ լսում եք, ուրեմն այդքանը գիտեք։
Գնանք առաջ։ Գնանք առաջ։ Թեր տրոմբագոյացման պատճառները ճիշտ հակառակն են։ Մենք մի փոքր անդրադարձանք տրոմբոցիտոպաթիաներին, հանձինս GP1B, GP2B, 3A դեֆեկտներին։ Իհարկե տրոմբոցիտոպենիաները նույնպես կբերեն առաջնային հեմոստազի խանգարման եւ համապատասխան սլայդում դուք ունեք տրոմբոցիտոպենիաների պատճառները եւ զարգացման մեխանիզմները, երբ սրա վրա մանրամասն կանխառնենք։ Այո, մենք գործնականներին կվաճառ ենք տարբեր տեսակի դեպքերում ունենք, դա շարքը կա մեր կարգում։ Անոթիպատի դեֆեկտների մասին խոսվեց, կոլագենի սինտեզի խանգարում, պատի վնասում իմուն կոմպլեքսներով կամ մանրէներով եւ կոագուլյացիոն հեմոստազի բաղադրարների ախտաբանություն, այսինքն այստեղ կխոսենք, որ մակարդիչները ընկճվել են, հակամակարդիչը ֆիբրինոլիտիկը նա գերակտիվ է դրա։ Այսպիսով ամենը նույնն է, ճիշտ հակառակը։ Հիմա շատ կարևոր մենք սլայդի հասանք առաջնային եւ երկրորդային հեմոստազի անբավարարության դրսեւորումները։ Սա մեզ այս սլայդը ցույց է տալիս, որ նրանք նույն կլինիկական եւ լաբորատոր դրսեւորումները չունեն, ինչպես շատերը կարծում են, նույնիսկ բժիշկները, եւ ինչի վրա պետք ուշադրություն դարձնել, դա տրավմայից հետո արյունահոսության սկիզբը, եթե առաջնային հեմոստազի դեֆեկտ է, դա անմիջապես արյունահոսելու է հիվանդը, եթե երկրորդային հեմոստազի դեֆեկտ է, նա կարող է մի փոքր ուշացած արյունահոսի, օրինակ ատամի հեռացումից հետո հեմոֆիլիայով հիվանդը կարող է որոշ, ասենք մի 20 րոպե կեղան չարյունահոսի, քանի դեռ տրոմբոցիտները ինչ որ ձև պահում են, բայց հետո կարյունահոսի։ Մյուս շատ կարևոր բանը դա տեղակայումն ու տեսակն է արյունահոսության։ Հիշենք, որ առաջնային հեմոստազի անբավարարության դեպքում հիվանդը ունենում է մակերեսային հյուսվածքներում արյունազեղումներ կամ արյունահոսություն լորձաթաղանթներից, իսկ ցաներից դա կետային արյունազեղում պետեխիան է, մի փոքր ավելի մեծ մոտ կես միլիմետրանոց արյունային ցանը դա պուրպուրան է եւ կապտուկները էքխիմոզները։ Ինչ վերաբերում է երկրորդային հեմոստազի անբավարարության, հատկապես ժառանգականն այդ հեմոֆիլիա A, B, նրանք տալիս են խորանիստ հյուսվածքներում եւ հոդերում հեմատոմաներ։ Ես երևի թե միակը չեմ, որ փոքր ժամանակ, այսինքն դպրոցում երբ որ առաջին անգամ հեմոֆիլիան անցնում էինք, ես մի տեսակ վախեցա այդ հիվանդությունը լսելուց, որտեղ մտածում էի բավական է, այսպես մեկը ասեղով մատը ծակես եւ վերջ ինքը կմահանա, որովհետեւ նրա արյունը չի կանգնի։ Ոչ մի հատ։ Սիրուն ինձանից էլ լավ կարող է նրա արյունը կանգնի նույն ժամկետում ինչ որ եւ իմը։ Այնպես որ այդ արյունահոսության տեսակին ու տեղակայման այս առումով պետք է տարբեր նայել։ Իդեպ ոնց է այդպես ստացվել ընկերներ, որ այդ հեմոֆիլիա անել բնել X-ել շղթայցված են ժառանգում, ինչով եք բացատրում ճակատագրի այս անվազնի վերաբերմունքը մեր սեռի հանդեպ։ Եվ լաբորատոր տվյալները, ուրեմն տրոմբոցիտների քանակը նվազած կլինի, եթե հիվանդը ունի տրոմբոցիտոպենիա, իսկ ֆունկցիան ստուգվում է հատուկ սարքերի ագրեգոմետրի օգնությամբ օրինակ, եւ կա պարզ in vivo տեստ փոքրիկ քերծվածքով ստուգում են արյունահոսության ժամանակը, քիչ հետո կտեսնեք դրա տեխնիկան ինչպես է։ Ինչ վերաբերում է երկրորդային, այսինքն կոագուլյացիոն հեմոստազի անբավարարությանը, այստեղ ստուգվում են երկու տեստեր, պրոտրոմբինային ժամանակով ստուգում ենք արտաքին ուղով սկսված տրոմբագոյացումը եւ մասնակի տրոմբոպլաստինային ժամանակով ներքին ուղին։ Եվ քանի դեռ աղյուսակը մեր աչքների առջև է, ասեմ, որ երբեմն բժիշկները նշանակում են հիվանդին կարդիոասպիրին եւ ամեն ամիս պրոտրոմբինային ժամանակն է ստուգում, հույս ունենալով տեսնել ինչ լավ գոհացուցիչ արդյունքներ է ստացվել։ Իրական կոագուլյացիոն հեմոստազի այլ in vivo մոդելներ գիտեն, որ մենք չգիտենք։ Ախր պրոտրոմբինային ժամանակը in vitro-յա ստուգվում, տրոմբոցիտազուր պլազմայում էլի։ Լավ, այնպես որ հիշենք, որ տարբեր տեստերով մենք ստուգում ենք տարբեր հեմոստազի տարբեր բաղադրիչները։ Այստեղ եւս մի անգամ կլինիկական դրսեւորումը հեմարտրոզ շատ տիպիկ է հեմոֆիլիա AB-ի համար, երեխան երբ սկսեց քայլել, վայր ընկնել, արմունկներում, ծնկան հոդերում կարող է
հավաքվելարում, որը ի վերջո բերի հոդի սերտաճման, անկիլոզի եւ հաշմանդամության։ Եվ անոթատրոմբոցիտարը դա մակերեսային այս հեմատոմաներն են, պետեխիան, ուստեղ պետեխիա չկա, բայց երես նրանք մի ձև պուրպուրա կանոր են։ Դա, գնանք առաջ։ Իսկ Վիլեբրանդի հիվանդության դեպքում ձախ թե աջ պատկերը կլինի, կրկին անգամ մտածեք դուք։ Այո։ Սա տրոմբոցիտոպենիաների մեխանիզմներն են, երևի մի բան ավելացնեմ, որ տրոմբոցիտոպենիան կարա լինի մի վարակի նշաններից մեկը, որովհետև մեգակարիոցիտները նույնպես CD4 ունենալով կարան այդ վիրուսով ախտահարվեն, ենթարկվեն ապոպտոզի, այնպես որ սա իշխան։ Բայց իհարկե ամենաշատը սա մի վարակով պայմանավորված տրոմբոցիտոպենիան չի, այստեղ կան շատ լուրջ մեխանիզմներ, այո, բայց եւ այնպես։ Եվ երևի մի փոքր տրոմբոցիտոպոեզի ընկճմանը անդրադառնանք, որովհետև եթե ընկճվել է տրոմբոցիտոպոեզը, հաճախ դա միայն տրոմբոցիտոպոեզը չի ընկճվում, այլ ընդհանրապես ընկճվում է արյունաստեղծումը, ոսկրածուծում, որը կդրսևորվի անեմիայով, ագրանուլոցիտոզով կամ լեյկոպենիայով եւ տրոմբոցիտոպենիայով, այնպես որ պետք է ուշադրություն դարձնել, եթե հիվանդ ունի անեմիա, տրոմբոցիտոպենիա եւ կամ լեյկոպենիա, պետք է անպայման ոսկրածուծի հետազոտում անել։ Այսինքն, այո, միանգամայն համաձայն եմ եւ մյուս կողմից, երբ մենք ունենք տրոմբոցիտոպենիա, երևի թե հենց հաջորդ քայլը որ անում ենք, նա մենք իսկ անեմիա եւ նշանակալի լեյկոպենիա հետը կա, թե չէ, որովհետեւ միանգամից մենք ունենալու ենք երկու խումբ տարբեր հետեւաբար պատճառներ դրա։ Այո։ Իհարկե մենք լեյկոզների ժամանակ կտեսնենք հարցի լրջությունը եւ մնացածին երևի կանդրադառնանք գործնականին Եվ կոնկրետ դեպքերում կանդրադառնանք, իսկ շարքը բնականաբար կարդացեք, պատկերացրեք։ Նո տրոմբոցիտոպաթիաներին մենք անդրադարձանք, այստեղ երևի մի բան, որ չխոսեցինք գորշ թիթեղիկների համախտանիշն է եւ տրոմբոցիտը չի կարողանում գոյացնել եւ ձերբազատել իր գրանուլները։ Եվ կա մի շարք հիվանդություններ, որոնք տալու են ձեռքբերովի տրոմբոցիտոպաթիաներ, ամենից լուրջը դա երևի ասպիրինն է, որը շատ լայն կիրառվում է, հատկապես ցածր դոզայի ասպիրինը, որը կարա ընկճի տրոմբոցիտներում ցիկլօքսիգենազը եւ դառնա արյունահոսության պատճառ։ Մնացածին երևի էլի կանդրադառնանք ընթացքում։ Այո։ Այստեղ բացում է կոագուլյացիոն հեմոստազի բաղադրիչների դիսբալանսը, սրա մասին մենք խոսեցինք, տեսնենք մեր հաջորդ սլայդը, նո արամեջ պրոկոագուլյանտների խտության իջեցում կամ ակտիվության ընկճում, սա իր դասական օրինակները, այո, հեմոֆիլիա A-B-ն է, C-ի մասին դա 11-րդ գործոնի դեֆիցիտն է, մեր նյութում, որ տրամադրենք կկարդակ, մի բան ես կուզեի ավելացնել, որ հնարավոր է, որ սրանց քանակը լինի արամեջ, նրանք արտադրվեն նորմալ քանակով, բայց նրանց հանդեպ մշակվեն ալկոհոլական մարմիններ եւ գործոնները այդպես քչանան եւ տեստի մեջ այնտեղ մենք նույնպես լրացրել ենք, որ այդ դեպքում կոագուլյացիոն տեստը չի շտկվում, նույնիսկ երբ մենք առողջ դոնորի պլազմա ենք ավելացնում, մի տարբերություն այդ ժառանգական։ Խոսքը բնականաբար մեր հարցման տեստերի մասին չի։ Այո, խոսքը ակտիվացած մասնակի տրոմբոպլաստինայի ժամանակի մասին։ Լավ, այստեղ կարևոր դեր է խաղում մակարդիչ գործոններից 4-ի սինտեզի համար, ստեղ էլի ես չենք ուղել, հա, 8-ը գնաց է, 10, 9, 7, 2 գործոնների սինտեզը վիտամին K կախյալ է։ Երեք հենց հիմա ուղենք ես անարդարություն։ Բայց այդ տենց չի ուղի։ Ինչի չի ուղի։ Ջնջենք պարզապես։ 8-ը չկա։ Մենք Դավիթ Մերիչից սիրում ենք ասել, որ մեզ կհասկանան մեր տարեկիցները, որ ծնվել է 1972 թվին, ինչպես մենք երկուսով, նրանք հստակ կհիշեն, որ 10-րդ, 9-րդ, 7-րդ եւ 2-րդ գործոններն են վիտամին K կախյալ գործոնները։ Եվ պրոտեին C-ն եւ S-ը նույնպես վիտամին K կախյալ են։ Եվ արդեն
նայենք ինչ կապ ունի վիտամին K այս գործոնների սինտեզի, այսինքն post-translation մոդիֆիկացիայի համար, խոսքը գտնվում է գլուտամինաթթվի լրացուցիչ կարբոքսիլացման մասին, գամմա դիրքում, եւ դա ստեղծում է շատ գեղեցիկ լոկուս կալցիում կապելու համար։ Երկու CO-ները կապում են կալցիում եւ դրանով կպնում են այդ բացասական լիցք ունեցող ֆոսֆոլիպիդային, ֆոսֆոսերինային մակերեսին, ինչն է դրա կարևորությունը, որ կոմպլեքսները մնան վնասման տեղում եւ չտարածվեն, չբերեն ավելորդ տրոմբերի գոյացման։ Եվ անդրադառնանք այս, այո, 3 նուկի պատմությանը, որովհետև այս 3 նուկի վատ չորացված խոտի մեջ պարունակվում է կումարին, որը կովերը ուտում էին արյունահոսում եւ առաջին միտքը ծագեց անասնաբույժների մոտ, թե ինչ են կովերը արյունահոսում, այդ կերից անջատվեց կումարինը, նա իր դեբյուտը ունեցավ որպես առնետներին սպանող միջոց, որ ուտեն արյունահոսեն մահանան, իմիջիալոց մինչև հիմա դա կիրառվում է, որտեղ երբեմն երեխան ով կերել այդ կերը պատահաբար գալիս է, ասենք, վիտամին K-ի դեֆիցիտի եւ արյունահոսության ինչ-որ նշաններով։ Այնպես որ առնետների համար նախատեսված ուտելիք է երբեք մի կեր։ Եվ մյուս կողմից դա հիմք հանդիսացավ ստեղծելու վարֆարին տեղը, որը շատ օգտակար է վերահսկելու համար անցանկալի տրոմբերի գոյացումը, վարֆարին ընկճում է հենց այն ֆերմենտը, որը պետք է վիտամին K-ի վերականգնման եւ կրկին ցիկլին մասնակցելու համար։ Այստեղ դուք ունեք ինֆորմացիա, ինչու վարֆարին ստացող հիվանդին նախընտրվում է ստուգել պրոտրոմբինային ժամանակը առաջնահերթ։ Շատ նուրբ ու սիրուն պահա, այնպես որ մենք չենք կարող ասենք, որ ուշադրություն չդարձրինք այս հանգամանքին, մենքանից հետո չներառը։ Հատկապես, որ ձեզ տրվում է նաև վիտամին K կախյալ գործոնների կիսատրոմա ժամանակը, որ դուք տեսնեք, որ առաջինը կընկնի 7-րդ գործոնի մակարդակը արյան մեջ, դրա համար էլ կտուժվի արտաքին ուղին, որը ստուգվում է պրոտրոմբինային ժամանակով։ Եվ այստեղ նույնպես դուք կարող տեսնեք, որ այս պրոտեին C-ն, որտեղ ձախով են գտնում, պրոտեին C-ն նույնպես վիտամին K կախյալ է եւ նրա կիսատրոման պարբերությունը բավական մոտ է 7-րդ գործոնի կիսատրոման պարբերությանը, ինչի է սա կարևոր։ Հիվանդը կարա սկսի ստանալ վարֆարին եւ ունենալ տրոմբ, որովհետեւ նրա մոտ դեռ չեն հասցրել ճնշվել այս բոլոր մակարդիչ գործոնները, բայց պրոտեին C չկա եւ նրա մոտ գնաց դիսբալանս իօքոտ տրոմբի։ Ինչա պետք անել այդ դեպքում ամենասիրածը սխալ պատասխանը ասել, մի քիչ սպասել, մինչև նրանք էլ կընկճի։ Բայց ոչ, պարզապես սպասել, չէ։ Ֆիբրինոլիզի ակտիվացման մասին է այս մյուս սլայդը եւ այստեղ կարող է լինել ինչպես նրա ակտիվատորների գերարտադրություն կամ գերներմուծում դրսից, որտեղ այդ ստրեպտոկինազը օրինակ առաջ կիրառվում էր ինֆարկտի ժամանակ տրոմբը լուծելու համար եւ եթե չափից շատ տանք կարող ենք ստանալ արյունահոսություն։ Եվ նույնը իդեպ TPA-ի հետ կապված է դա, այսինքն ինչքան էլ մենք իրան շատ, այսինքն գոնե ես շատ իրան ոգևորությամբ եմ ընդունել նրա Հայաստանի շուկայում պաշտոնապես գրանցված իր պատճառով կիրառումը, բայց եւ այնպես այս հարցում հորետեսները հաճախ ասում են, որ TPA-ը օգնում է նրանց, ովքեր մնացած առումներով գործնականում առողջ են, որտեղ լուրջ բազմաթիվ այլ խնդիրներ ունեցողներին TPA-ը շատ հաճախ լինում է հակացուցված եւ կամ նրա մի քիչ ավել ներմուծումը եւ հակացությունների արկայության դեպքում ներմուծումը կարող է այդ ֆիբրինոլիզի ակտիվացում եւ իհարկե արյունահոսություն։ Եվ ֆիբրինոլիզի համակարգը ճնշում է ալֆա-2 անտիպլազմինը եւ եթե նա չկա, ապա ունենանք ֆիբրինոլիզի ակտիվացում։ Սա մտածելու առիթ տվող մեր տեստերից է եւ գրած ալֆա-2 անտիպլազմինի դեֆեկտը կբերի եւ ուսանողները խառնվում են։ Ի վերջո ֆիբրինոլիզը դա կակտիվացնի, թե կընկճի, խնդրում եմ ուշադիր նայեք ինչ հարաբերություններ կա դրանց մեջ։ Եվ երկրորդային ֆիբրինոլիզը ակտիվանում է ԴՆՄ համախտանիշի ժամանակ պայմանավորելով ԴՆՄ-ի երկրորդ այդ հիպոկոագուլյացիոն փուլը։
ու դա արդեն առանձին խոսակցություն է։ Հիպերհիպոկոագուլյացիայի ԴՆՄ համախտանիշը, այստեղ նշված են պատճառները։ Մենք հիմա փորձում ենք արագ անցնել ընկերներ, որ շատ չծանրաբեռնենք, բայց թերևս կլինիկական նշանակություն ունեցող ամենածանրագույն խնդիրներից մեկին ենք արդեն անդրադառնում, ԴՆՄ կամ երբեմն կարող հանդիպենք ՏՆՄ, նկատի ունելով տարածող ներանոթային մակարդում, փաստորեն էս այն դեպքն է, երբ հեմոստազի համակարգին սիանուշկարնիկորն հենց սկզբից նշեց, նրա առաջ դրված էր խնդիր, որտեղ բան չի վնասվել, արունը պահել հեղուկ վիճակում թոփոսի, որտեղ կա վնասում միայն այնտեղ թրոմբի գոյացում, իսկ այս այն համախտանիշն է, որի ժամանակ մենք ունենում ենք սկզբնական շրջանում, ինչպես տեսակ առաջի փուլում, բազմաթիվ թրոմբերի գոյացում, որտեղ պետք է ու պետք չի, որին կհաջորդի դրանց սպառումը եւ միանգամայն հակառակ պատկերը հիպոկոագուլյացիա։ Այդ ԴՆՄ համախտանիշը նա երբևէ ինքնուրույն առաջնային խնդիր չէ, այլ միշտ բարդացնում է որևէ առկա բժշկական խնդրեմ եւ որն են ԴՆՄ-ի մեխանիզմները, կամ մեծ քանակ հյուսվածքային գործոն է անցել արյա մեջ, այսինքն կոնտեքստը հյուսվածքների զանգվածային վնասումն է, դա կլինի մեծ ջնջխված վերք կամ մանկաբարձական պաթոլոգիաներ, ինչպիսին են հարպտխային ջրերով էմբոլիան, ընկերքի սերտաճումը, մահացած պտուղ եւ այլն, եւ նաեւ զանգվածային այդ վնասումը կարա դիտվի չարորակ նորագոյացությունների, հեմոլիզի ինֆեկցիաների ժամանակ, կրաշ սինդրոմ տրավմա։ Եվս յուրաքանչյուր այս բերվածներից մեր ուշադրության կարիք ունի նրա առանձին դեպքերի քննարկման, ինչը եւ մենք ինչ չափով գործնականներին կփորձենք անել, հենց դրա համար ենք հիմա ընդհանուր մասը ասում, որ միայն ամենահետաքրքիր մասերը թողնում գործնականին։ Եվ երկրորդ մեխանիզմը դա էնդոթելի զանգվածային վնասում կամ ակտիվացում, ինչպես տեղի ունենում աորտայի անևրիզմայի դեպքում կամ ասենք աուտոիմուն կամ ինֆեկցիաներից ամենահայտնին մենինգոկոկային սեպսիսի դեպքում էնդոթելը ակտիվանում է եւ տարբեր տեղեր առաջանում են տրոմբեր։ Այդ նույն Waterhouse Friderichsen-ը։ Այստեղ եւս մի անգամ ներկայացված է ԴՆՄ-ի պաթոգենեզը եւ հիմնականում սկսվում է ամենից հաճախ հանդիպող ԴՆՄ-ի պատճառներով, սեպսիս կամ զանգվածային վնասում եւ բերվում է մինչեւ մի կողմից տրոմբեր եւ մյուս կողմից արյունահոսություն։ Ուշադիր եղեք, որ արյունահոսության մեխանիզմները երկու բան կարող ենք այստեղ շեշտել, մեկը մակարդիչ գործոնների եւ տրոմբոցիտների սպառում, իզուր չի, որ ԴՆՄ-ն կոչվում է նաեւ սպառման կոագուլոպաթիա, եւ մյուս կողմից երկրորդային ակտիվանում է ֆիբրինոլիզիկ համակարգը եւ դա սպառնում է արյունահոսություններով։ Եվ սակայն հենց դա է նաեւ հիմք հանդիսանում, ճիշտ է, ախտանիշները բավական հստակ կարևոր ախտանիշներ են, բայց լաբորատոր ախտորոշման տեսակետից հենց ֆիբրինի ճեղքման արգասիքների հայտնաբերումն է նաեւ, որ դառնում է ՏՆՄ ախտորոշելիս կարևոր ուրեմն լաբորատոր գտածո։ Իդեպ էլի մեր սիրելի մյուս սերիալում, երբ որ փորձում էին նկատի ունեմ Հաուսի, էլի տենց զուտ հանրության համար, որ փորձում էին ասել, որ ԴՆՄ-ը զարգացել հիվանդի մոտ, անպայման կամ աչքից էր արյունահոսում, կամ ասել թե քթից, կամ մեկ էլ կարագադետը մեջ նայում, ամեն տեղ էլ իհարկե կարող լինի, բայց ամենից որ հենց աչքից պզա, այդ իհարկե մի քիչ հանրության վրա է խաղում։ Շատ լավ, փաստորեն ԴՆՄ-ի ախտորոշիչ տեստերը այս սլայդից կարող եք կռահել, եթե մակարդիչ գործոնները սպառվել են, դա այդ պրոտրոմբինային ժամանակի եւ պարցիալ տրոմբոպլաստինային ժամանակի երկարաձգումն է տրոմբոցիտների քանակի քչացում եւ ֆիբրինի ճեղքման արգասիքների մեծ մակարդակը արյա մեջ։ Եվ հիմա մենք տեսնենք եւս մի հետաքրքիր լաբորատոր նշան ԴՆՄ-ի ժամանակ երբեմն արյա մեջ մենք կարող ենք տեսնել այսպես փրթված, փրթիկ եղած էրիտրոցիտներ, նրա բեկորները, որոնք կոչվում են խիստոցիտներ, իսկ այստեղ տեսնում եք մեխանիզմը, այսինքն փոքրիկ անոթներում կան մեծ քանակ ֆիբրինի թելիկներ, նրանց մեջով էրիտրոցիտը անցնում է եւ պարզապես քայքայվում է այսպիսի բեկորներին։
էրիթրիստոցիտների միկրոանգիոպաթիկ հեմոլիզ, այդպես է կոչվում այս երևույթը։ Այստեղ լաբորատոր ցուցանիշներն են, տեսնում եք ինչպես է որոշվում այդ արյունահոսության ժամանակը, bleeding time, փոքրիկ կտրվածք եւ ամեն րոպե ներծծվում է հատուկ ֆիլտրոյի թղթի մեջ եւ տեսնում են քանի րոպեում նա դեռ ունի այդտեղից արյան արտադրություն։ Նորմալ մինչև 9 րոպե։ Մի քիչ իհարկե կախված նրանից թե որ հատվածում են այդ կտրվածքը կատարում, մի քիչ երկար ստանդարտ, դե պետք է օգտագործել ստանդարտ այդ լեզվիաները եւ ստանդարտ ճնշում ստեղծել, ինչը այստեղ ցույց է տալի մեզ, թե չէ նա կդառնա շատ սուբյեկտիվ եւ ոչ ինֆորմատիվ։ Ամենայն դեպս տղաների մի զգալի մասը այդ տեստը ուզած ամեն օր կամ օրը մեջ անում են, այնպես որ լուրջ խնդրի մասին նրանք կարող են ժամանակին հասնել։ Այո։ Իսկ ինչ վերաբերվում է կոագուլյացիոն հեմոստազը բնութագրող տեստերին, այստեղ ուշադրություն դարձնենք այդ 60-ական թվերի մոդելին, հեմոստազը նա Y տառն է հիշեցնում, ունենք արտաքին ուղի, ներքին ուղի եւ ընդհանուր ուղի։ Պրոտրոմբինային ժամանակը բնութագրում է այս հատվածը արտաքին ուղուց մինչև ֆիբրինի գոյացում եւ մասնակի տրոմբոպլաստինային ժամանակը բնութագրում են ներքին ուղիով սկսած ֆիբրինի գոյացումը։ Իրանց համապատասխան ժամանակները ձեր սլայդում վերված են։ Այս սլայդը թողնենք իրենց մեկնաբանության, հատկապես մեր որոշ հարցեր հենց այս սլայդում պատասխանված են, այնպես որ այլևս չմանրամասնենք։ Այո։ Գրաֆիկը մեզ ցույց է տալի տրոմբոցիտների քանակի նվազումը, ինչպես է ազդում արյունահոսության ժամանակի վրա։ Ուշադրություն դարձրեք, որ տրոմբոցիտները բավական լուրջ իջել են նորմայից, բայց դեռ արյունահոսության ժամանակը պահվում է այդ 9-ի վրա եւ կլինիկորեն հիվանդը ոչ մի խնդիր չունի։ Այլ վտանգավոր են դառնում 50,000-ից եւ նույնիսկ էլ ավելի ցածր 20,000-ից պակաս տրոմբոցիտ ունենալը, որը արդեն կարա տա սպոնտան հեմորագիաներ, օրինակ գլխուղեղի մեջ, որը իհարկե կարա մահացու հետևանք թողնել։ Այսինքն մինչև 100,000 տրոմբոցիտների քանակի իջեցումից կլինիկական դրսևորում ակնկալելը նույնիսկ մինչև 80,000, եթե մեր գրաֆիկը վերլուծենք, ոչ մի բարդ կամ կլինիկա չկա։ Մի քանի նկարներ, որոնք նորից անդրադառնում են, որ եթե կա այսպիսի պատկեր, լնդային քթային արյունահոսություն, մտածեք առաջնային հեմոստազի դեֆեկտի մասին, այս փոքրիկի մոտ աուտոիմուն տրոմբոցիտոպենիա է եւ այսպիսի հեմորագիկ ցան, պուրպուրան, որովհետեւ նրա մայրը իմունիզացվել է երեխայի տրոմբոցիտներով եւ հակամարմինները քայքայել են երեխայի տրոմբոցիտները, երբ նա դեռ չէր ծնվել։ Այստեղ այդ հեմարտրոզն է, հեմոֆիլիա երևի A կամ B կլինի։ Այս նկարում շատ լավ երևում են եւ կետային այս պետեխիաները մի փոքր մեծ պուրպուրան եւ մի փոքր այստեղ կա էքխիմոզ։ Տեսնում եք պետեխիաները լնդերի վրա, շատ տիպիկ է առաջնային հեմոստազի խանգարման համար, ի տարբերություն այս պատկերի, որը երկրորդայինի դեֆեկտ է։ Եվ մի քանի խնդիրներ կթողնենք, որը դուք կփորձեք ինքնուրույն լուծել եւ գործնականներին քննարկել։ Շատ բարի։ Քանիսն են խնդիրները, թե սա վերջի սլայդն է։ Խնդիրները շատ են։ Երևի 5 հատ կթողնենք։ Շատ լավ։ Շատ լավ, այսպիսով մենք հիմք ստեղծեցինք, որ դուք, եթե մեզ հաջողվի ուղիղ եթերը անխափան ապահովել, որ դուք նաև զուգահեռաբար ստանաք այս այդ քննարկման պրեզենտացիան եւ տեքստային մասը եւ միգուցե ինչու՞ չէ շաբաթ-կիրակի կամ երկուշաբթի օրը դուք արդեն կարդացած զինված գաք, այլ ոչ թե գաք, եւ մենք երկուշաբթի օրը պատկերացրեք նորից սկսենք ձեզ ասել A, B, C, այնինչ միանգամից կարելի ասել D եւ այլ գեղեցիկ բառեր։ Շնորհակալություն ուշադրության համար, ձեր համար ստուդիայում էին աշխատում, հիմնականում աշխատում Սիանուշ Գառնիկովն, ավելի այսպես ունկնդրի եւ ակտիվ դիտորդի կարգավիճակով էին մնացած ուներ ծառաները։
Մինչ հանդիպում ստեսություն։ Եթե հարցեր ունի, դուք հիշում եք մեր համարը 664 003։ Ամեն անգամ նոր համար։ Հələ մենք գծի մեջ մի րոպե անջատենք, որ կասեք տայից մեջ։ Չէ դեռ։